Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի որոշումը օրենսդրական մակարդակով պաշտոնապես ձևակերպել Եվրամիության անդամակցության ձգտումները մտահոգություն է առաջացնում։ Мы, конечно, этим озадачились, если принят закон. Մենք իհարկե մտահոգված ենք դրանով, երբ օրենք է ընդունվել, ոչ թե պարզապես խոսակցություն է, այլ օրենք։ Պուտինը սակայն խոստանում է, որ Ռուսաստանը կպահպանի բնականոն հարաբերությունները Հայաստանի հետ, անկախ երկրի ապագա ուղու վերաբերյալ որոշումից։ Премьер-министр Пашинян, он в свое время совсем недавно Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում այդ Եվրամիության անդամակցության հարցի շուրջ հանրաքվե անցկացնել։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք դա անել հնարավորինս արագ, եւ վերջ մենք որևէ պահանջ չունենք։ Մենք կպահպանենք նորմալ հարաբերությունները Հայաստանի հետ անկախ նրանից, թե ինչ ուղով է նա որոշել գնալ։ Եթե միջին ընդունենք 35-ից 40 հազար տոննա զուտ ծիրանի արտահանում, գնացել է դա հիմնականում 99% դեպի ԵԱՏՄ շուկա, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն։ Իսկ նույն ժամանակահատվածում Եվրոմիության երկրներ գնացել է 2023 թվականին 62 տոննա ծիրան, 24 թվականին թե 25 թվականին 5 տոննա, 8 տոննա։ Պուտինը հայտնել է, թե ինքը որևէ վատ բան չի տեսնում Փաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից դեպի արևմտյան չափանիշներ կողմնորոշվելու մեջ։ политические силы, которые стоят за действующим премьер-министром, Գործող վարչապետի հետևում կանգնած քաղաքական ուժերը վաղուց են դա ասում։ Նրանք դա անում են բացահայտ։ Իրականում դրա մեջ որևէ վատ բան չկա։ Նրանք կողմնորոշվում են դեպի ինչ-որ արևմտյան չափանիշներ, եվրոպական չափանիշներ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր, ինչպիսին է Հայաստանը, իրավունք ունի ընտրել ինչ-որ չափանիշներ եւ գործընկերներ, որոնք համարում է առաջնահերթ եւ արժեքավոր երկրի զարգացման, անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման, ինչպես նաեւ տնտեսության համար։ Հայաստանը ըստ էության կրկնում է Ուկրաինայի 2013-14 թվականների փորձը։ Պետք է լրջորեն մտածել, որպեսզի չկրկնվի այն, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայում։ Իդեպ Ռուսաստանից այսպիսի մեսիջներ եւս ուղղված են Հայաստանին։ Այն է Հայաստանը Ռուսաստանին խնդրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալ։ Ըստ Պուտինի, սակայն մի շարք տնտեսական ցուցանիշների հիման վրա Հայաստանն այնքան էլ չէր ներգրավում ընդհանուր պատկերում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։